Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վերջերս ակտիվորեն խոսում է ձեր եւ երրորդ նախագահի տարանջատման մասին։ Ինձ իրականում զարմացրեց, որ այդ տարանջատման սկզբի կամ սկսելու մասին խոսեցին նաեւ ձեր որոշ թիմակիցներ, ինչու, որովհետեւ տարանջատումը քաղաքական գործիչների պարագայում դա ինչ է, որ մեկը բարձրահասակ է, մյուսը ցածրահասակ, մեկը սպորտային կազմվածք ունի, մյուսը չունի կամ մեկը, ինչպես դուք ասեք, վիսկի է խմում, մյուսը, չգիտեմ, օղի է սիրում, հա։ Քաղաքական գործիչների առաջնորդների տարանջատումը adekvat մարդկանց համար դա գաղափարների մեջ է։ Ինձ համար օրինակ, որ հետևել եմ ձեր գործունեությանը, դուք երրորդ նախագահից գործունեությամբ տարանջատված եք 2008 թվականից, որտեղ դուք հրապարակային քննադատել եք հայ-թուրքական հարաբերությունները, սահմանադրության փոփոխությունը 2015-ին տեղի ունեցած, անգամ կարմիր գծերի հարցում, որ հանրության մեծ դժգոհություն կար, դուք քննադատել եք, համարել եք, որ դա բեռ է հասարակության համար, հա։ Բայց այնուամենայնիվ բանը կա քարոշչական դաշտում ասում է, որ տարանջատման մասին խոսակցությունները հանրապետականից են ասում։ Դա Ռոբերտ Քոչարյանի որոշ աջակիցների մտքերում է կամ խոսակցությունների առարկա է, իսկ իրականում երկրորդ եւ երրորդ նախագահները միասին են, եւ սա ինչ-որ տակտիկա է հանրությանը զբաղեցնելու, հա, հիմա շատ ուղիղ ինձ համար չէ, հանրության համար կհարցնեմ, դուք միասին եք, այս ամեն ինչը խաղ է հասարակության համար, թե ոչ։ Ես չգիտեմ, իմ գիրքը կարդացել եք թե չէ։ Ես գրքից էլ հարցեր ունեմ, կհասնենք։ Հիմա նայ, գրքի վերջի էջերը դրա մասին։ Ես փորձել եմ այդ վերջի էջերում իմ վերաբերմունքը իշխանապողությանը 18 թվականի մասին արտահայտվել, նաև մեր հարաբերությունների մասին։ Սա այսօր չի որ այդ թեման կա։ Այո, տարանջատումը կա։ Ես մի շարք քայլերի հետ համաձայն չի, եւ քանի որ կար նաև ընկալումը, որ ամեն ինչը մենք միասին ենք անում, իմ հարցազրույցները արդեն նախագահությունից հետո ես տալիս էի նրա համար, որ այդ ընկալումը չլինի, որ այս օրինակ հայ-թուրքական այս արձանագրություններ ես դեմ եմ, որ չասեն իրենք մեկա միասին։ Դրա համար էի հարցազրույցներ տալ։ Այն ժամանակ քաղաքականության վերադառնալու որևէ նպատակ չունեի ես։ Կարայի հանգիստ եւ հարցազրույցներ չտալ։ Սկսել եմ տալ ընդգծելու համար, որ այս հարցերի նկատմամբ ես ունեմ այլ մոտեցում, այլ կապ։ Հասարակության լայն զանգվածներ երրորդ նախագահին մեղադրում են Նիկոլ Փաշինյանին իշխանություն տալու մեջ։ Չեմ ուզում մտնել են դետալի մեջ, դա պլանավորված էր, տարբեր կարծիքներ կան, հա։ Բայց մեղադրանքը կա, հա, եւ այս առումով ես ուզում եմ հիմա նաեւ եթե կա այդ մեղադրանքը հանրությունը դեպքում պետք է նաեւ ձեզ մեղադրի, թե ինչու 2008 թվականին, չնայած դուք ուղիղ իշխանություն չեք փոխել, ընտրություն է տեղ ունեցել, ինչու ձեզնից հետո իշխանության եկավ Սերժ Սարգսյանը եւ հետաքրքիր է որ նաեւ անգամ 2007 թվականին կար նաեւ ձեր վարած քաղաքականության հակընդդեմ մոտեցում երրորդ նախագահի թիմում, այն ժամանակ վարչապետն էր, Wikileaks-ում կա հրապարակված փաստաթուղթ, որտեղ երրորդ նախագահի Փեսան Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի հետ հանդիպման ժամանակ վստահեցնում է, որ այն գազամուղը, որ դուք շատ դժվարությամբ Իրանից բերել եք Հայաստան, դա չի շարունակվի, ամերիկացիները այդ հարցը բարձրացնում, ասում են, մենք բավարարում ենք, դա այդ գազամուղը Հայաստանից դուրս չի գնա, այսինքն դա տրանզիտ չի դառնա, եւ շատ այլ հարցերում, հա։ Ես նաեւ տարբերություններ կային անգամ 2000։ Այսինքն հիմա հարց է առաջում, թե ինչու ուրիշ իրավահաջորդ վստահ եմ, չէ, ձեր կերպարը նաեւ ձեր ազդեցությունը այդ տարիների, եթե դուք որևէ այլ տեխնացուի վրա անեիք, այսպես ճիշտ է, կենտրոնացում, այդ տեխնացուն ավելի առաջին պլան եւ Ագամ հանրություն պիտի ձեզ մեղադրի, լավ, եթե այս հետևանքները եղան, ինչու իշխանությունը փոխանցվեց Սերժ Սարգսյանին եւ արդյոք դուք տեղյակ եք օրինակ որ երբ որ դուք նախագահ եք, ձեր վարչապետի Փեսան ամերիկացիների հետ բանակցում էր Իրանից գազամուղի գնալու հետ կապված, ես հիշեցնեմ, որ տեխնացուի մասով, որ հանրապետականի փոխնախագահ ակնարկել է, որ դուք ունեիք ձեր տեխնացուն Վարդան Օսկանյանին նկատի ուներ, ուղղակի ձեր մոտ չստացվեց Օսկանյանին փոխանցել իշխանությունը։ Հիմա այս ամբողջ մեղադրանքները երբ մի քանի հարցերի բաժանենք, բոլոր այդ հարցերի պատասխանները իմ գրքում կա։ Հիմա իմ գիրքս են գովազդում։ Եթերի համար, բայց իրականում
պատասխանները կա։ Ուրիշ տեխնացու չեմ ունեցել։ Այդ կարգի բանակցությունների մասին տեղակ չէ, հիմա առաջ անգամ բացում։ Այն ինչ որ դուք ասացիք։ Իրանի գազամուխի հետ նախագահի փեսան որևէ կապ չուներ եւ չէր կարող ունենալ։ Թե խոստանում էր, որ եթե Սերժ Սարգսյանը գա իշխանության, դա չի շարունակվի, այս մասին։ Ինքը այն գլխից այդ գազամուխը չի ենթադրել որևէ տրանզիտային հնարավորություն։ Նայեք, գազամուխները հենց այնպես չեն կառուցում։ Իսկ գազամուխ կառուցելու համար կամ նավթամուխ կառուցելու համար դու պետք է կոնտրակտային պայմանագրեր ունենաս արդեն, թե ինչ ծավալի գազ, ինչ ծավալի նավթ առնելու են։ Առանց դրան որևէ գազամուխ չի կառուցվում։ Մենք այդ գազամուխ կառուցեցինք, որովհետև իրանական կողմից ստորագրել ենք հոսանք, գազ հոսանք, այդ փոխանակումը 3-1-ի կիլովատի հետ, եւ դա էր հիմք հանդիսացել, որ այդ գազամուխ կառուցում, որ ինքը դատարկ չի լինել, որ ինքը օգտագործվում է։ Որևէ այլ հետաքրքրություն վրացական կողմի կամ ինչ-որ մեկ այլ կողմ չի եղել։ Եվ երբեք ավելի մեծ, մեկ ասում են, չէ, ավելի մեծ շարավիղով պետք է գազամուխ կառուցի, բացարձակ սուտ է։ Որովհետև այլ կոնտրակտներով ապահովված ծավալներ, որովհետև մենք չենք ունեցել։ Հիմա կոնկրետ հարցի վերաբերյալ ուրիշ տեխնացու չեմ ունեցել։ Այն ժամանակ մամուլում շրջանառվում էր, այո, նաև Օսկանյանի տեխնացությունը, բայց իմ տեխնացությունը չէր։ Ես ասեմ իմ մոտիվացիա։ Այն ժամանակ համարում էի, որ առաջնահերթ խնդիրը Հայաստանի համար անվտանգային հարց է։ Կար Ղարաբաղի հարց, կար անվտանգության հարց, եւ համարել եմ, որ պետք է նախագահ ընտրվի մարդ, որը այդ ոլորտին տիրապետում է լիարժեք։ Եվ Սերժ Սարգսյանը տարիներ աշխատած եւ պաշտպանության նախարարությունում, եւ անվտանգությունում, եւ Ղարաբաղի հետ պատերազմի փորձ ունի, այդ տեսանկյունից զուտ ռացիոնալ ընտրության տեսանկյունից ամեն ինչ ճիշտ որոշում է։ Բայց ես երբեք չեմ իմացել, որ հետագայում չեմ մտածել, որ կարող է հետագայում այսպիսի զարգացումներ լինել։ Հիմա էլ եք համարում ամենաճիշտ Ես այն ժամանակ ամենից ռացիոնալ բացատրությունը սա էր, եւ ես միշտ ընդունում եմ ռացիոնալ որոշումներ, որը որոշակի հաշվարկներ են տալիս։ Եթե իմանայիք ինչ Եկը մտածեի։ Երբեք մտածեի։ Գուցե գեներալ Մանվելին լսեիք ձեր գրքում հիշատակը, որ ինքը եկավ ձեզ մոտ եւ Մանվելը գուցե որ բացատրություն ուներ այդ առաջարկի բանախ, դա։ Չեմ ուզում դրա մեջ մտնել, հիմա սկսել եմ գրքի բաները, գողները։ այլ գովազդ։ Իսկ ում այս բանը պարզաբանումը տվեցի։